Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Դալաքյան։ Տիկին Դալաքյան, վարչապետը մասնակցում էր Խաղաղության խորհրդի առաջին նիստին, մենք տեսանք, որ այնտեղ կարճատև հանդիպում ունեցավ Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփը խոսեց խաղաղության մասին, ասաց, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կարողացան դա անել եւ ասաց անգամ, որ երկու առաջնորդները արդեն ընկերացել են, նման հայտարարություններ անգամ հնչեցին։ Ընդհանուր առմամբ ինչ տվեց այդ նիստին մասնակցելը վարչապետի մասնակցությունը կարճատև հանդիպումները եւ նաեւ վարչապետը այսօր վերադառնալիս գրառում էր արել, որ վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ, որտեղից այդ վստահությունը եւ արդյոք խաղաղության հավելյալ երաշխիքների մասին խոսակցություններ եղել են։ Չգիտեմ ճիշտ ասած որտեղից վստահություն Նիկոլ Փաշինյանը ինքն է բանակցություններ վարում, գուցե տվել են այդ վստահությունը, ես այդպես չեմ կարծում, հատկապես Մյունխենում Ալիևի ելույթից հետո մի բան ակնհայտ է, սա կառույց է, որը ապագա չունի։ Սա կապված է ԱՄՆ նախագահի, ներկայիս նախագահի անվան հետ, որքան նա կմնա նախագահ, ինչ պրոցեսներ տեղի կունենա, նույնիսկ եթե 3 տարի շարունակի իր գործունեությունը, ակնհայտ է, որ կարևորագույն աշխարհի երկրները Եվրոպայից, Ռուսաստանը, Չինաստանը չեն դառնում այս մարմնի անդամ։ Սկզբում սա գազայի վերականգնման համար էր ստեղծվում, հետո արդեն լայն ավելի սպեկտր, նաև Ուկրաինայի հարցը, հայ-ադրբեջանական, այսպես խնդիրը կարգավորելու, բայց Հայաստանը չի կարող թույլ տալ չմասնակցել։ Սա ակնհայտ է, որովհետև TRIP-ի գործունեությունը հնարավոր եւ խաղաղության ուրեմն լավատեսությունը կապված է Թրամփի անձի հետ խաղաղության գործընթացի եւ մերժել Թրամփին։ Իդեպ Հայաստանը այսպես նաեւ բարտիավիճակում է, որովհետև Թրամփը, որ նշում է խաղաղություն է հաստատել 8 տարածաշրջանում, որովհետև ինքը խաղաղություն չի հաստատել, դրանք սառեցված կոնֆլիկտներ են եւ իր խոսքից հետո էլ այդտեղ կոնֆլիկտները նորից վերսկսել են։ Դա եւ Թայլանդ, Կամբոջային է վերաբերում եւ ուրեմն Կոնգո-Ռուանդայի սահմանին, Հնդկաստանի, Պակիստանի միջև պատերազմ չէր կարող դա ասեց Մոդին, երկուսն էլ միջուկային գերտերություն են, միայն այս պահին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև գործունեությունն է, որը թվում է թե դրական ինչ-որ արդյունքներ է տալիս, կտա թե ոչ դա երկարատև պրոցես է, բայց սա նաեւ հոգեբանական ճնշում է Ադրբեջանի նախագահի վրա, որ ամեն օր երբ ասում են, ոտքի կանգնեք, դուք շատ լավն եք, իհարկե ես կարծում Նիկոլ Փաշինյանն էլ է դա գիտակցում, բայց խաղ է, որը մենք պիտի տանենք։ Եվ Ադրբեջանի նախագահի անվտանգության աշխատակիցները տեսակ դաժան ծեծի են ենթարկել այնտեղ ցուցարարների բռնության են ենթարկել ցուցարարներին, ովքեր պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, ընդհանուր առմամբ մամուլում դա մեծ տարածում գտավ եւ այդ տեսանյութերը մեծ տարածում գտան, արդեն հետաքննություն է այդ իմաստով սկսվել, բայց սա որոշակիորեն կարող է ազդել թե Ադրբեջանի, թե նրա վարչակազմի հեղինակությանը Տիկին Դալաքյան, որովհետեւ կարծես թե ընդհանուր այդ խաղաղության մասին խոսույթը եւ այդ մթնոլորտը այս իրադարձությամբ եկավ շղարշելու։ Չեմ կարծում, Դոնալդ Թրամփի հենց այս խաղաղության խորհուրդը ավտոկրատ երկրների խորհուրդ է։ Բացի Հայաստանի Հանրապետությունը, մեր բախտը կարծես չի բերում, մենք անդադ այդպիսի հարթակներում ենք լինում ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ 3+3, որտեղ բոլորը ավտոկրատ երկրներ են, ավտոկրատիկ, բայց դե նորից եմ կրկնում, սա ստիպված քայլ է, չէր կարող մերժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ այն որ գաղտնիք չի, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, այնպես չի, որ նորություն է Թրամփի համար, հետո Թրամփի համար կարծես դա կարևոր չի, նա Լուկաշենկոյի հետ էլ ունի լավ հարաբերություններ, Պուտինի հետ էլ, նա միջազգային իրավունքին չի նայում է իր շահերին եւ իր երկրի, այդպես է ինքը նշում, համենայն դեպս շահերին եւ ռազմավարությանը, բայց սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը քաղաքասարակություն, խորհրդարանը կվավերացնի, չի վավերացնի, սա մի մարդուց է կախված Իլհամ Ալիևից, մյուս կողմից ես կասեի սա թուլության նշան է, որովհետեւ եթե դու վստահ ես քո ուժերի վրա, մի քանի հոգի ցուցարար, որ կանգնում ասում է ազատություն քաղբանտարկյալներին, ինչու էր պետք այդպես նյարդային արձագանքել, իդեպ Էրդողանն էլ է միշտ այդպես արձագանքում, հատկապես արևմուտքում իր դեմ ցույցերին։ Սա իհարկե շղարշ Ալիևի վստահության, ոչ թե իսկ ասել լեգիտիմության համար, իսկ հայ-ադրբեջանական այս պրոցեսների վրա սա որևէ անադարձ չի կարող ունենալ։ Եվ ինչպես գնահատել վերջին շրջանում այս ակտիվությունը, վերջին 1 ամիսների ընթացքում վարչապետը 2 անգամ արդեն առիթ է ունեցել հանդիպելու
խոսել ու Դոնալդ Թրամփի հետ, գիտեք, որ երկու դեպքում էլ խոսվել է կրկին խաղաղության գործընթացի մասին, Վենսն էր այստեղ այցով տարածաշրջանում եւ Երևանում եւ Բաքվում, ինչպես գնահատել այս իրողությունները, հատկապես այն ամենի ֆոնին, որ ընդդիմությունը ամենօրյա ռեժիմով, ամենժամյա ռեժիմով զգուշացնում է, որ կործանվում ենք եւ պետք է գան եւ փրկեն իրավիճակը։ Իրականում այդքան վատ է վիճակը այս կործանվելու տեսակետից։ Ես միշտ ուրեմն նշում եմ, որ ունեմ հարցեր եւ նաեւ քննադատություններ, հատկապես այս process-ի վերաբերյալ։ Իհարկե դա կործանմանը չի վերաբերում։ Ընդդիմությունը կոնստրուկտիվ չի քննադատում, այսինքն չի ասում, իսկ ինչ հարցեր կան, ցույց տա ճանապարհներ, լուծումներ, գուցե իշխանությունները չլսեն, բայց գոնե իրենք այսպես ասած վաղը մյուսը կասեն, մենք սա ասել ենք։ Ես օրինակ այդպես եմ իմ գործունեությունը ծավալում որպես վերլուծաբան։ Հիմա իրենց դնենք մի կողմ, որովհետեւ ես կարծում եմ իրենց գլխավոր կարգախոսը որքան վատ, այնքան մեզ համար լավ, այսպես է։ Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, Հարավային Կովկասն է կարևոր ԱՄՆ-ի համար, միջին միջանցքի դրամաբանության սահմաններում, եւ սա հայ-ադրբեջանական հակամարտության մասին չի միայն սա, վերաբերում է 3 երկրներին, եւ Վրաստանի ուղղությամբ էլ արդեն ակտիվացում սկսել, նախագահի հետ հանդիպում Վրաստանի ուրեմն Դավոսում Ռուբիոյի կողմից եւ Վենսի, այսինքն սա Հարավային Կովկաս տարածաշրջանը որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, դա Պեսկովն էլ ասեց, Լավրովն էլ չեզոքացնելու համար է Շոյգուն։ Այստեղ է որ սկսում են մեր խնդիրները։ Մենք լուրջ խնդիրներ ունենք երկաթուղու հետ կապված, կանրադառնանք Ադրբեջանը։ Այո, ինչպես կտեղավորվի ռուսական նավում, եթե հանկարծ ԱՄՆ շեղվի նախագահը ներքաղաքական գործընթացներում։ Զուգահեռաբար կոնֆլիկտը շարունակվում է Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում սառեցված իրավիճակի Համասը այդպես է զենքերը վայր չի դրում, այս խաղաղության խորհրդի որոշումները զորք տեղակայել, սա չի կարող տեղի ունենալ, եթե Համասը զենքերը վայր չի դրել։ Այսինքն դեռ գործընթացը լայն զարգացում պիտի ունենա եւ մենք չգիտենք Հայաստանի համար սա բացասական թե դրական հետևանքներ կունենա։ Եվ ռուսական հոգատարության ու մտահոգությունների մասին խոսենք, վերջին շրջանում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ առանձնահատուկ հոգատարություն է դրսևորում, հիմա ասեմ ինչ նկատի ունեմ, Տիկին Դալաքյան։ Ամենօրյա ռեժիմով մեզ հիշեցնում են, որ ռուսական առաջարկները թե ատոմակայանի հետ կապված, թե երկաթուղու հետ կապված, բոլոր իմաստներով այլընտրանք չունեն, Ռուսաստանը լավագույն առաջարկներն է անում Հայաստանին, իսկ արևմուտքը որքան կործանարար կարող է լինել մեզ համար, եւ չնայած այս բոլոր զգուշացումներին, օրերս վարչապետը հայտարարություն արեց, որ ժամանակն է որպեսզի ռուսական կոնցենսիայից հրաժարվի երկաթուղու, եւ սա եւս ցնցումներ առաջացրեց Մոսկվայում։ Ինչու է նախ վարչապետը նման որոշում կայացրել եւ ինչու սա հատկապես Մոսկվայում շատ ցավոտ ընկալվեց։ Գիտեք Շոյգուի հայտարարությունը, որ մեկ օրում ամբողջ համակարգը կփլուզվի, եւ նաեւ Զախարովան, որ ասում է՝ մի մոռացեք այդքան ներդրումների մասին ի վերջո։ Այսը հենց ամենավեծ վտանգը։ Եկեք չմոռանանք Մամեդյարովի հայտարարությունը էլի երկաթուղ պատկանելիության մասին։ Ես այստեղ սինխրոն քաղաքականություն եմ տեսնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ։ Տեսեք, որն է խնդիրը, մինչեւ այսօր ինչու չի խաղաղություն հաստատվել, ինչու է ԱՄՆ-ն հայտնվել տարածաշրջանում, կամ Դոնալդ Թրամփը, որ ասում է խաղաղություն եմ հաստատել, ինչի մասին է խոսքը, Հայաստանը մինչեւ Թրամփին էր ճանաչել, Թրամփի գալը Արցախ Ադրբեջանի մաս, այսինքն Ադրբեջանը էլի է ցանկացել ոտնձգություն իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Դա Ռուբիոն հայտարարեց հոկտեմբեր ամսին։ Այսինքն Ադրբեջանը չի ցանկանում ուղղակի գնալ խաղաղության, տարատեսակ ինչ-որ խոչընդոտներ է ստեղծում, չգիտեմ, Արևմտյան Ադրբեջան, սահմանադրություն կամ այս երկաթուղու խնդիրը։ Ինչու է սա խնդիր դարձել Ադրբեջանի համար, եթե խաղաղություն է հաստատվել եւ դա տեղ է թողնում արդեն Ռուսաստանի մանևրելու համար, որ եթե մենք գնանք, կոլապս կլինի։ Դա ըստ էության Շոյգուն բաց տեքստով ասաց, որ մենք չենք հեռանալու։ Ես միշտ ասել եմ, որ Հարավային Կովկասից դուրս կգա Ռուսաստանը, հատկապես եթե երկաթուղից հրաժարվի, սա կարևոր ճանապարհներ են, որոնք շրջանցելու են Ռուսաստանին։ Ինչու՞ պիտի Ռուսաստանը դուրս գա։ Այստեղ է, որ մենք ունենք արդյոք ԱՄՆ-ի օգնությունը, մենք Պուտինի հետ միայնակ չենք կարող այս հարցը լուծել, պարզ է, չէ՞, այսինքն ինչ ներկայություն ունեն իրենք այստեղ ունենալով երկու փակ սահման։ Իրան, որը չգիտես ինչ իրավիճակում կլինի, Վրաստան, որը պրոռուսական է, Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, այսպես Վենսի այցով եւ Թրիփի ինչ որ հռչակագրերով մենք խնդիր չենք լուծելու։ Ինձ վախեցնում է նաև Տրամփի քաղաքականությունը Պուտինի հանդեպ շատ դրական է։ Ինչ կարող է տեղի ունենալ, ինչ պայմանավորվածություն, հիմա 12 տրիլիոն դոլարի մասին են խոսում։ Պուտինի համար գումարը չի կարևոր, Պուտինի համար իր շահերն են կարևոր Հարավային Կովկասում։ Տրամփը գործարքի մարդ է։ Այստեղ է, որ ես ունեմ մտավախություններ, թե ինչ տեղի կունենա։
Հայաստանը պիտի միայնակ չմնա ռուսական վտանգի առջև։ Իսկ որ պայմաններում Ռուսաստանը կհրաժարվի Հայաստանում երկաթուղիների կառավարումից, այսինքն որ դեպքում Ռուսաստանը կգնա նման քայլի եւ ինչ ռիսկերի մասին եք խոսում, ասացիք, որ շատ ռիսկային է եւ իրենք էլ ըստ էության հայտարարում են, որ չենք գնալու, մենք այդ ներդրումներն արել ենք, շարունակում ենք անել, զարգացրել ենք, շարունակում ենք զարգացնել, թեև այդ զարգացումը շատ տեսանելի է։ Տեսեք, ակնհայտ է, որ Փաշինյանի առաջարկը, որ մեկ այլ երկրի բարեկամական, սա մերժվել է, եթե չմերժվեր, նա հայտարարություն չէր անի դրա մասին, որտեղ կոլիսներում են ընդհանրապես այդպիսի հարցերը բանակցում։ Երկրորդը, մինչև հիբրիդ պատերազմի մեթոդները իրավունքի տեսանկյունից է սա խնդրահարույց։ Հիմա կասեք, ինչ միջազգային իրավունք, բայց Ռուսաստանը կարող է դիմել օրինակ ինչ-որ ատյանների, ինչպես հեծի ղեկավարությունն է անում եւ Հայաստանին ներքաշել այսպիսի դատական process-ների։ Բայց չի պարտվելու, որովհետեւ կարծես թե շատ դրույթներ հենց ինքը Ռուսաստանը արդեն խախտել է ներդրումներ չանելով։ Արդեն Նիկոլ Փաշինյանը գնում է այդ ճանապարհով, ես ինչպես հասկանում եմ, որ դուք եք խախտել։ Մենք հիշում ենք, որ 18 թվականին երբ մեկավ իշխանության, հենց այդ տարիներին էր խոսում, որ ահռելի է, ուրեմն կոռուպցիոն սխեմաներ կա։ Դա ակնհայտ է, մենք անձն աչքով տեսնում ենք, չէ՞։ Իդեպ որ ասում են Ռուսաստանը ներդրում անի, ռուսական երկաթուղիները, ես Նաստասիա Եվրեմիայով այն օրը հաղորդում եմ դեպքում լուրջ պարտքեր ունի, ինքը լուրջ խնդիրներ ունի, ինչպիսի ներդրում անի, մանավանդ իրենց դա պետք չի, իրենց պետք է փակ սահմաններ, ինչքան էլ իրենք խոսեն Հարավային Կովկասում լոգիստիկ ճանապարհների բացման համար։ Իսկ եթե բացվում է, իրենք պիտի վերահսկեն, երրորդ տարբերակը չկա։ Սա դատական process-ներ են, հաջորդը տնտեսական լծակները։ Այսինքն ես նշեցի, Վրաստանը շատ անկանխատեսելի կարող է իրեն պահել եւ սոցիալական դժգոհություններ դա կառաջացնի։ Ասենք ծիրանը չթողնեն, պարզ բաներ, ինչ-որ մի բան գտնեն կոնյակի մեջ, Հայաստանը կախված է Վրաստանի վերին լարսի ճանապարհ։ Շամ ճանապարհը մի ամսով կառուցեն իբրև թե մենք դա գիտենք այդ մեթոդները։ Հաջորդը ավելի բացասական, եթե ասենք ճանապարհները նույնիսկ կառուցվի, այլընտրանքային եւ այլն, այսինքն այսօր Ռուսաստանը հարձակում է գործում Եվրոպայում երկաթուղիների վրա, նույն Գերմանիայում ասում են մենք չենք։ ԱԹՍ-ը եկել է ինչ-որ մի բան ավիրել ու գնացել է, այսինքն Հայաստանը շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Լեհաստանում երկաթուղիների վրա հարձակում տեղի ունեցավ, Լեհաստանի իշխանությունները մեղադրեցին Ռուսաստանը, ասեցին մենք չենք Ուկրաինան ԱԹՍ-ով հարվածել, այսինքն կնեք ջունգլիների օրենք է, մենք իրավունքով չենք կարող Ռուսաստանին այստեղ պատժել, ասել չէ դա դու ես անում։ Հաջորդը Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր հայտարարություններից եւ ես կոչ եմ անում ասել, թե դա որ երկրների մասն է խոսքը, որ կան երկրներ, որոնք դեմ են, որ Նախիջևանից հետո Հայաստանով շարունակվի եւ հակառակ պարագայում կշրջանցեն Հայաստանը, եթե Ռուսաստանը երկաթուղին վերահսկես, վստահ եմ դա ԱՄՆ-ն չի, եթե դա ԱՄՆ-ն լիներ, ԱՄՆ-ն ինքը կխոսի Պուտինի հետ, դա Ադրբեջանն է։ Ինչքան էլ տարօրինակ է, սա կարևոր է, եւ Թուրքիան, իրենք խաղում են Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ պահանջներ են դնում այնպիսի, որ Հայաստանը շրջանցեն։ Սա Ռուսաստանի դեմ չի։ Այսինքն Ադրբեջանն ու Թուրքիան են ուզում դուրս թողնել ռուսական կառավարումից երկաթուղին Ռուսաստանին։ Այո, մի կողմից տեսեք, շատ բարդ է, ես փորձեմ բացատրել։ Մի կողմից իրենք կցանկանան, որ Ռուսաստանը այնքան թուլանա, որ հեռանա։ Մյուս կողմից, եթե պիտի արևմուտքը գա, իրենք ուզում են, որ Ռուսաստանը լինի։ Ալիևը միշտ 3+3 հարթակի կողմնակից էր, այդ ինչ տեղի ունեցավ, մի օրում նա դարձավ արևմտամետ։ Էրդողան ինչի՞ չի սահմանը բացում։ Ինչի՞ չէ Ալիևը ստորագրում խաղաղության համաձայնագիրը, ինչի մասին էր խոսում Մամեդյարովը, որ ասաց ռուսների հետ կքննարկենք ում է պատկանում երկաթուղին։ Այսինքն սա ցույց է տալիս եւ ինչու ընդհանրապես Ռուսաստանը Ադրբեջանին չի քննադատում Թրիփի հետ կապված, միայն Հայաստանին է քննադատում։ Իրենք այստեղ երկուսով են, երեքով են, ուղղակի Ալիևը եւ Էրդողանը չեն կարող Տրամպին ինչ-որ մի բան ասել։ Ռուսաստանն էլ Տրամպին չի ասում, Հայաստանին է ասում։ Այսինքն թույլ օղակը Հայաստանը եւ Ալիևը ինչ ենք զարմանում, երբ դեռ Տրամպը չկար եւ Բայդենի վարչակազմեր ինչ էր ասում, ասում էր կամ ուժով կվերցնեն, կամ էլ Հայաստանը կշրջանցեն ճանապարհները, իրավիճակ կստեղծեն Միջին Ասիա երկրներին, Չինաստանին կասեն անվտանգ չի Հայաստանի ճանապարհը, մի բան կպայթի ներողություն եւ կասեն, հիշում եք, Ադրբեջանը ուզում է շրջանցել Միջին միջանցքը, ասում է ինչի անցնելու Հայաստանով։ Այսինքն Ալիևը այդ մտքերը ունեցել է անցյալ տարի, ինչու պիտի այս տարի չունենա։ Ուղղակի բոլորը սպասում են հասկանալու համար Տրամպը լուրջ է տրամադրված, մայիսից հետո ինչ process-ների մեջ կլինի, որտեղ հիմա էլ ասում են Ուկրաինային ստիպում է գնալ համաձայնության, մայիսից հետո ներքաղաքական լարումներ են այնտեղ։ Սա շատ բարդ իրավիճակ է եւ Հայաստանը կրկնում եմ, պետք է միայնակ այս վտանգի առջև չմնա։ Եվ ինչ հետևություններ պիտի անենք սրանից Տիկին Դալաքյան ու նաեւ արդյոք ճիշտ եմ հասկանում, որ Ռուսաստանը այնուամենայնիվ ամեն ինչ անելու է, որ թե Թրիփին, թե խաղաղության գործընթացին, այսպես ասեմ, եթե չասեմ խանգարի, ապա գոնե արգելակի։
Դե եթե մինչ օրս նույնիսկ ձևականորեն ասում էին շատ ուրախ ենք, մենք էլ կմասնակցենք, հիմա այս վերջի օրի հայտարարությունը դրա մասին է, մենք չենք գնալու։ Իսկ trip-ը իրենց գնալու մասին է, ախր դա Հայաստանի որոշումը չի։ Այո, Հայաստանը չի ուզում իրենց հեռացնել, չնայած պետք է, բայց կան լուրջ կենտրոններ, որոնք ուզում են հեռացնել, բայց ես չեմ ուզում, որ դա Հայաստանի ուսերին մնա։ Հայաստանը չի կարող միայնակ Ռուսաստանի դեմ, դա պարզ է, չէ՞։ Եթե դրան է գումարենք, որ Ալիևն ու Էրդողանը մշտապես կցանկանան, որպեսզի իրենք այստեղ առևտուր անեն Պուտինի հետ, որը թույլ է։ Իրենք Տրամպի հետ չեն կարող առևտուր անել։ Պարզ է, չէ՞, Թուրքիայի տնտեսությունը լիրան մի օրում վերջանում է։ Դա Ալիևի մասին չեմ խոսում։ Ինչու եմ ես ասում, որ ես ձեռնտու եմ, որ Ռուսաստանն ինչ որ առումով հիմա մնա, որովհետև Արցախում ինչպես արին, թույլատրեցին, դուրս հանեցին։ Նույնը ուզում են Զանգեզուրում անել։ Էլի ինչ որ Զանգեզուրի միջանցքից են օրը խոսում։ Էրդողանի տրանսպորտի նախարարը, այսինքն սա շատ բարդ խաղ է, սա անկանխատեսելի խաղ է, Հայաստանը որքան հնարավոր է պիտի շատ ակտորներ բերի տարածաշրջան արևմտյան, Եվրամիությունից, Կանադայից, ուրեմն ԱՄՆ-ի հետ խոսի թե այս անվտանգության ռիսկերի ժամանակ մեզ ինչ բարձիկներ են տրամադրվելու, տնտեսական, կամ եկեք այսպես ասեմ, այդ որ շատ հաճախ ընդդիմությունը ասում է, Ադրբեջանը ուզում է հեռացնել, Թուրքիան ուզում է հեռացնել Ռուսաստանին, ամենալավ ձևը բացելն է սահմանը, հենց բացել, պետք չի էլ իրենց խաղաղապահները այստեղ, մենք էլ տնտեսական շրջափակման մեջ չենք լի, բա թող բացեն սահմանը, Ռուսաստանը շատ արագ կհեռանա։ Այսինքն երբ որ ասում են trip-ը թուրք-ադրբեջանական պրոյեկտ է։ Իհարկե, բա եթե թուրք-ադրբեջանական պրոյեկտ է, ինչ էր Ալիևն ասում Զանգեզուրի միջանցքի հետ կապված ես ու Պուտինը նույն տեսակետն ունենք։ Թող բացեն սահմանները, Ալիևը այդպիսի պահանջներ Հայաստանի արժև չդնի անխոչնդոտ ճանապարհի, դեպ միակողմանի։ Ռուսաստանը շատ արագ արդեն տրամաբանորեն կհեռանա։ Եթե արդեն Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, որ հեռանա, սա այլ իրավիճակ է, որովհետև Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով է մեզ վախեցնում։ Ինքը ես կասկածում եմ, որ մեր վրա կհարձակվի, չնայած այս դարում ոչինչ չես կարող ասել։ Իդեպ 2008 թվականի պատերազմի գլխավոր պատճառներից նաև մեկը գիտեք, որն է, իրենք ցամաքային կապ էին ուզում ստեղծել Վրաստանով Հայաստանի հետ երկաթուղով։ Դրա մասին շատ է խոսվել։ Նաև իրենց բազայի հասնելու համար, իսկ հիմա մենք սահմաններ չունենք Ռուսաստանի հետ, չնայած էլի եմ ասում, 21-րդ դարում սահմանը պարտադիր չի։ Եվ քանի որ նշեցիք, որ Հայաստանը պետք է շատ ակտորներ ներգրավի, հատկապես արևմուտքի դեմքով ամենատարբեր երկրների, տեսեք, 3.5 ամսից ընտրություններ է եւ գիտեք, այս համատեքստում ինչ հայտարարություններ են արվում, ընդդիմադիրներն ասում են, որ արևմտյան ուժերին ներգրավելը վտանգավոր է, այստեղ դարձնում ենք աշխարհաքաղաքական բախումների կենտրոն, խոսում են այն մասին, այդ մասին իդեպ բացահայտ խոսում էր Լավրովը, որ Հայաստանը գնալու է Մոլդովայի օրինակով, այն է ընտրություններ կեղծելու ճանապարհով, ընդդիմադիրները չեն թաքցնում, բացահայտ ասում են, որ գալու են Գյումրի 2 սցենար անենք, որովհետև փրկությունը Ռուսաստանն է։ Միայն Ռուսաստանը կարող է զսպել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջան չհարձակվի Հայաստանի վրա։ Աբսուրդային ինչ-որ մտքեր են, Տիկին Դալաքյան, բայց այս թնջուկը փորձենք հասկանալ ինչ է կատարվում եւ 3.5 ամսից ընտրություններ են, հանրությունն էլ պիտի հասկանա թե ինչպես կողմնորոշվի եւ այս թնջուկի մեջ նաեւ ինչ որոշում կայացնի, ուր գնա։ Ուրեմն Ռուսաստանը, որ կարողանար Ադրբեջանի զսպել նախ Արցախից չէր հեռանա։ Հայաստանի որոշումը պարտադրված էր շրջափակման հետևանքներով։ Դե օրինակ Թևանյանն ասում էր Արցախից հեռացան, որովհետև հայկական կողմը ամեն ինչ արեց դրա համար։ Չէ, Թևանյանն ինչ է ասում, Թևանյանը Դոնբասի ժողովրդի բարեկամն է, բարձա ինչ պիտի ասի։ Հիմա էլ ինչ որ օլիգարխների հետ է համագործակցում, սա մեկ այլ հարց է, այսինքն ոչ թե սա մեծամտություն է, այլ այդ մարդիկ որևէ քննադատություն Ռուսաստանի հանդեպ չունեն։ Քանի կար ասում էին, հեսա հարձակվելու Ադրբեջանի կուլտ է, հիմա Պուտինը խնդրում է Ալիևին, որ մի քանի բանտարկված ռուս արձակի, լսում են իրանք ընդհանրապես կամ չգիտեմ, այնքան ինչքան Ալիևն է նվաստացրել Վլադիմիր Պուտինին եւ Էրդողանը, նույնիսկ Տրամփն ու Մակրոնը չեն այդքան նվաստացրել։ Ես բայց չեմ ընդունում Հայաստանի իշխանությունների քաղաքականություններ, քաղաքական դրա մասին շատ եմ խոսել, չեմ ուզում ծավալվել, իրենք չեն չեզոքացրել այդ վտանգները։ Ես հիմա ինչ ասեմ վատնա ընդդիմությունը, թող չեզոքացնի։ Այսինքն այդ ուժերը պիտի ընտրություններին առհասարակ մասնակցելու իրավունք չունենան։ Մոլդովայում այդպես արեցին։ Հիմա էլ այն օրը որ ուժերի մասին է խոսքը Տիկին Դալաքյան։ Տեսեք, քանի կար ասում են դաշնակցությունը փակելու ենք։ Այն օրն որ մանկական հայտարարություն եմ ներողություն լսում, այսինքն սա նշանակում է դուք չեք հասկանում ինչ է կատարվում։ Չէ, չենք փակելու ձեր ինադուտ, այսինքն էս ինչ է, չոտես վերնագիր տեսա ԿՊ-ից ինչ որ պատգամավոր ասեց, որ չէ, չենք փակելու, դե մի ուրախացեք, կգնանք ձեզ կկարենք, միտքը սա է։ Այսինքն այս ձևով, այս իրավիճակում այս երկիրը դնել հարվածի տակ, ինչա հարմար է, որտեղ դաշնակցությունը բարձր որ 2% ծավել հեղինակություն չունի։ Երբևիցե չէ ունեցել, միշտ այդպես ակաժներից ձգած Սերժ Սարգսյանը կամ Քոչարյանը տայել են խորհրդային կոալիցիա
են կազմել, երբ է դաշնակցությունը 6%-ից ավել պաշտոնապես հավաքել։ Կամ դուք որ ասեք դուք ագենտ եք եւ վերջ։ Օրինակ Մայա Սանդուն ինչպես չեզոքացեք, տեսեք Մոլդովայի փոքրությունը եւ Ռուսաստանի մեծությունը, բայց Ռուսաստանը այնտեղ դեռ քաղաքական առումով պարտվեց։ Շատ արագ այդ կինը ապացուցեց, ես չեմ խոսում, որ Իվանիշվիլիի նման ում չի հավանում, պիտի փակի, որ ռուսական հոսքեր են գալիս, Իլոն Շորի այդ ցանցերի մասին խոսեց եւ այլն եւ ավարտվեց։ Եթե դուք ես մարդկանց դեռ պահում եք, մի բան էլ PR եք անում եւ աճեցնում եք, ես չեմ կարող դա ընդունել եւ գալ ասել, չէ, Գյումրի 2-ը, այսինքն ի՞նչ է նշանակում Գյումրի 2։ Այսինքն բլոկներով գնալու են ընտրությունների ընդդիմադիր բոլոր ուժերը, դե գիտեք, դուք էլ ասացիք, որ Թևանյանը Ծառուկյանի հետ է գնում, Քոչարյանը հավանաբար Դաշնակցության հետ, այսպես տարբեր բլոկներով գնալու են, նպատակը մեկն է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Իսկ Վարդան Ղուկասյանը ինչ էր մասնակցում ընտրությունների, այդ մարդը փաստորեն բոլոր օրենսգրքի հոդվածներով քրեական անցնում է, չէ՞, ես ոնց հասկանում եմ։ Մինչև այդ պետք չէին կարող չեզոքացնել։ Կրկնում եմ օրենքի տեսանկյունից եմ ասում, չեմ ասում ընդդիմադիրը դրա համար։ Այսինքն ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, իմանալը, որ այս անձիկ շատ բացասական են ընկալվում հասարակության մեջ, անընդհատ նրանցով վախեցնում է ժողովրդին եւ կրում է իր ասած կամ իր թիմի, բայց հետո Հայաստանը կպարտվի, կկրվի ներողություն վերջում, չի կարելի խաղալ կրակի հետ։ Որովհետև չես կարող ասել, եթե տնտեսական վիճակը վատանա, ես նշում եմ, Քոչարյանը չի ընտրվի, պարզական էս նոր ընդդիմությունը, ել չասեմ Դոնբասի բարեկամը, բայց իրենք այո կարող են ապակայունացնել իրավիճակը, եթե Նիկոլ Փաշինյանը այդ վտանգները չի տեսնում, սա շատ վատ է։ Իսկ եթե տեսնում է եւ հատուկ է անում, նույնիսկ լռեմ արդեն։ Այսինքն Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ հասկանալով, որ իշխանության չի կարող բերել իր ուժերին, բայց այնուամենայնիվ ներկայացվածություն ունենա խորհրդարանում։ Որքան հնարավոր է մեծ ներկայացվածություն ունենա կամ հիմա էլի ստուգումներ են սկսվել խոշոր սեփականատերերի տներում։ Այսինքն պետք է ընտրությանը մասնակցեն նոր սկսվի, այս ինչ մոտեցումը։ Հիմա դրա համար ասում են, սա քաղաքական հետապնդում է, այդ ոնց է, որ մինչև ընտրություն չեն անում կամ 8 տարի մի գործով գնում գալիս է այդ մարդը։ Չի կարելի այսպես։ Բայց տեսեք Վլադիմիր Պուտինը չի ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնի, այդպես որովհետև Նիկոլ Փաշինյանը դեռ այդ քայլերը չի արել։ Բազան չի հեռացել, հապկից դուրս չի եկել, ԵՏՄ-ից դուրս չի եկել, այդ կարմիր գծերը երկաթուղու մասին էլ դեռ խոսք կա։ Այ եթե Նիկոլ Փաշինյանը դրա համար զգուշանում է, նա գործնական քայլի գնա, այստեղ այո մենք արդեն կտեսնենք նրա հեռացում։ Նիկոլ Փաշինյանը իրենց համար այս բանը դեռ ընկալելի է, բայց ընդունելի չի։ Դա ակնհայտ է։ Ինքը Փաշինյանը երևի մտածում է ժամանակ ձգեմ, տեսնեմ ինչ կլինի, որտեվ իրոք Հայաստանը բարդ իրավիճակում է, բայց միայն ժամանակ ձգելով չի, մենք պիտի զուգահեռաբար անենք քայլեր եւ ներքին ոլորտում էս խայտարակության հետ կապված արդարադատության համակարգում եւ ռիսկերը հաշվի առնենք Ռուսաստանից եկող տնտեսական ինչ ենք անելու եւ անվտանգային Ադրբեջանից, արագ ամեն ինչ արագ պիտի կատարենք։ Եվ Առավոտյան Աշոտյանը հանրապետական այլ գործիչներ այսպես մեկ մարդու նման խոսում էին Արցախի մասին, թե այս իշխանությունները իշխանության գալու համար հանձնեցին Արցախը, հիմա պատրաստ են Հայաստանը գյուղ առ գյուղ հանձնել։ Նման խոսակցությունների պակաս, գիտեք, վերջին 7 տարիներին գոնե չի եղել, որ այս իշխանությունները եկել էին ի սկզբանե հողատու էին, եկել էին հանձնելու համար։ Հիմա նախընտրական այս տրամաբանության մեջ Տիկին Դալաքյան, ես ճիշտ եմ հասկանում, որ Արցախը կրկին Արցախի թեման այսպես շահարկվելու է, նաև արցախցի նախկին պաշտոնյաներ էին այսօր նույն բանի մասին խոսում, տպավորությունը թե ինչ որ մեթոդիկա են ստացել, բոլորը միաժամանակ խոսում են նույն բանի մասին։ Ինչպես հասկանալ նաև այս շահարկումները։ Ուրեմն հանրապետական ինքն է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին հանձնողի։ Հիմա կասեն ժողովուրդը դուրսներ, ինչ անենք, ժողովուրդը միշտ էլ դուրսն է եղել, չքվեարկեիք։ Այդ ժամանակ որ ծեծում ջարդում եք ներողություն 10 հոգի սպանում եք, Քոչարյանի ասած, այսքան չի կասկածում Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը։ Չէ, Սերժ Սարգսյանը ինքը ռուսամետ չի։ Ակնհայտ է ինքն էլ միշտ իր խոսում կծմծում է, չէ, հյուսիսին, հարավին, չգիտեմ, Կարեն Կարապետյանին, բայց ինքը պարզ է, որ Ռուսաստանի դեմ չի խոսի։ Բայց իհարկե մտակից ամեն ինչ անում է այդ ուժերի դեմ։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի հարցին, այո, այս հարցը իրենք տանելու են առաջ, իդեպ Ռուսաստանի նաև թելադրանքով։ Այո, Սերժ Սարգսյանը լիովին ռուսական նավում չի, բայց իհարկե այնտեղ կապերը պահում է, որովհետև նա փորձեց մի հատ Չինաստանի ուղղությամբ քայլանի, տեսավ Սի Ցզինպինը իրեն չի ճանաչում, ԱՄՆ-ն էլ Արևմուտքն էլ երբեք իր հետ չի համագործակցի իր կենսագրության հետ կապված կոռուպցիոն եւ այլ թեմաների։
Նա չի կարող Պուտինի հետ էլ ամբողջովին ավարտել, բայց դե պարզը Քոչարյանի կայքերը գրում էին, որ անընդունելի կերպար է Սերժ Սարգսյանը Ռուսաստանի։ Իդեպ կարծում եմ այդ նամակը Պուտինին իր ձեռքով է հրապարակվել, որտեղ դա իրեն պետք էր, որ ինքը ներողություն հեղինակազրկի, ասես փչացնի Վլադիմիր Պուտինը, խայտարակություն էր, չէ՞, ինչու հենց այդ նամակը հրապարակվեց եւ ում մոտ էր դա։ Սա մեկ, բայց այն, որ Ռուսաստանում չզարմանաք, հիմա էլի կսկսեն խոսել, որ Արցախ են Սալավյովին կբերեն, տենց կգոռա Արցախ, որ այստեղ հետո մի հատ էլ կարող է ներողություն խնդրեն, չզարմանաք, հայ ժողովրդից Զատուլինն ասի մենք սխալվել ենք, բայց ես կարծում հայ ժողովուրդը գոնե վերջին 100 տարին հասկացել է, որ ներողությանը հաջորդում են նոր տարածքների զիջումներ, բայց այդ ներողություն եք խնդրում, ինչը Արցախը էլ չեք ճանաչելու Ադրբեջանի մաս։ Հիմա կասեմ Փաշինյանն է ճանաչել, ես հոգնել եմ կրկնել Նիկոլ Փաշինյանը արել է այդ քայլը Հայաստանի վրա հարձակումից հետո եւ այն բանից հետո երբ Խովայևի ծրագիրը մերժվեց Ադրբեջանի կողմից եւ ով էլ լիներ Հայաստանի ղեկավար չէր կարող այդ քայլը չանել, որովհետեւ Հայաստանը չէր կարող այդ պահին Ադրբեջանին ուրեմն դիմադրել, նոր էինք մենք պատերազմից դուրս եկել։ Եվ քանի որ Արցախի թեմայով ենք խոսում, Տիկին Դալաքյան, տեսեք այն ուժերը, որոնք պնդում են, որ եթե իրենք կան իշխանության խոսքը ընդդիմության մասին է, իրենք պարտադիր խաղաղությանը բերելու են երկրորդ երաշխավոր կողմ, այն է Ռուսաստանը, թրիփը պիտի իրականացվի այլ երաշխավոր կողմի հետ, էլի Ռուսաստանը, այսպես փրկությունը միայն տեսնում են Ռուսաստանի հետ։ Այդ ուժեղ Հայաստան, բարգավաճ Հայաստան, փրկված Հայաստան միայն տեսնում են, երբ որ Հայաստան Ռուսաստանի հետ է։ Ինչպես հասկանալ այս տրամաբանությունը այն դեպքում, երբ օրերս Դուգինը առանց կաշկանդվելու հայտարարեց, որ Արցախը գրավելու հարցում օգնենք մենք, իսկ ռազմավարական համաձայնագիր կնքեք Միացյալ Նահանգների հետ, իդեպ դիմում էր Ադրբեջանին։ Դե Դուգինը, Պուտինը նեղացած են, նեղսրտած են Ալիևից, որովհետև իրենք կարծում էին, ես իդեպ զարմանում եմ, որ կարելի էր այդպիսի բան կարծել, որ Ալիևը կդառնա ՀԱՊԿ անդամ։ Այսինքն ՆԱՏՕ-ի ուժերով, ՆԱՏՕ-ի զենքերով Թուրքիայի միջոցով Հայաստանին այսպես ծնկի բերեցին։ Խոսքը զինվորներին չի վերաբերում, մեր զինվորները մինչև վերջ էլ պայքարում են եւ Ալիևն էր ասել, որ մի ամիս էլ պայքարեին, մենք կպարտվեինք։ Այսինքն Հայաստանը միայնակ էր 5 երկրի առաջ, չնշեմ որ երկրների, բայց եթե դու ՆԱՏՕ-ի ուրեմն ստանդարտներով ես կարողանում հաղթել ՀԱՊԿ անդամին, գնա ՀԱՊԿ-ին չանի Ալիևը, այսինքն այդ մետաղա ջարդոններով պայքարի, այսօր տեսնում եք, չէ՞, ռուսական բանակը Starlink չունի, տարածքներ է կորցնում, սա կապի մասին է, աշխարհի ամենամեծ երկիրը, երկրորդ հզորագույն բանակը կապ չունի։ Այսինքն հիմա Չինաստանի հույսին են մնացել, ընդամենը 5 օր անջատեցին ԱՄՆ-ում ինտերնետը, ասում եմ Wi-Fi-ը եւ վերջ։ Իդեպ Կուրսկում իրենց հաջողություններն էլ էր կապված նրա հետ, որ ԱՄՆ-ն տվյալներ հետախուզական չէր փոխանակում Ուկրաինայի հետ։ Այսինքն Ռուսաստանը, որ կարողանա մի հատ իրանք օգնի, եւ ես սա ուղղակի չեմ չափազանցնում, պարզ է, չէ՞, ռազմի դաշտում, եթե դու 2014 թվականից 20%-ի վրա ես Ուկրաինայի, այն դեպքում, որ Ուկրաինային ուղղակի կաթիլ են զենք տալի, հիմա ԱՄՆ-ն չի էլ տալիս այդ օգնությունը, սա շատ եւ անընդհատ միջուկային զենքից եք խոսում, ամոթ է, չէ՞, 4 անգամ մեծ եք Ուկրաինայից, միջուկային զենքով եք անընդհատ վախեցնում եւ ուրեմն աշխարհին ոչնչացումով, այսպես ասեմ։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, որ դուք ասում եք ինչու են կապում, պարզ հաշվարկ է, ես ձեզ խնդրում եմ, մի մտեք այդպես իդեոլոգիաների մեջ, ինք ռուսամետ չեն։ Ես վատ նորություն ունեմ այստեղի ռուսամետ բնակության համար, ինք ռուսամետ չեն, ինք նախ հակառուս են, որովհետև ռուսամետ անձը չի կարող պաշտպանել մեկին, որ 1.500.000 կորուստ է տվել իր երկրում ու չգիտես ինչի։ Մեր մեջ ասած այսպես եւ ուղղակի նայեք այս մարդկանց ֆինանսական հոսքերը, բիզնեսները որտեղ են, բա ում պետք է պաշտպանեն, իհարկե այնտեղ մարդկա Ամերիկայի քաղաքացիա եւ դա ոչ մեկ չգիտի այդ խոշոր սեփականատերերից դե մնացածների մասին չասեմ թորների եւ այլն, բայց ինքը կոնկրետ ԱՄՆ քաղաքացի է, անուններ չտանք, դրա մասին խոսվում է, ճիշտն ասած, թող հերկվի, բայց սա ֆինանսական հոսքերի հետ է կապված, այդ փափուկ ուժը, սա ասում են սորոսական արևմուտքի փափուկ ուժը, Ռուսաստանը չունի այդ փափուկ ուժը, ավելի շատ Ռուսաստանը ունի, եթե այդ հոսքերը գային Հնդկաստանից, իրանք կլինեին հնդկամետ։ Այս մարդիկ չունեն ինչ-որ գաղափար, որ ես նույնիսկ հարգես, ասես չեմ ընդունում, բայց հարգում եմ ինքը Ռուսաստանի կողմից, չկա այդպեսի, բայց կան Վլադիմիր Պուտինն է Ռուսաստանի համար ցավում, այնքան էս ուժերը։ Քանի որ
Հայաստանը նաև Միացյալ Նահանգներից դրոնների ձեռքբերման պայմանավորվածություն ունի, գիտեք, սա էլ մեծ աղմուկ բարձրացրեց, որոշ աբսուրդային անգամատքեր հնչեցին, որ այդ դրոնները շատ վտանգավոր կարող են լինել, ռիսկեր են պարունակում, որովհետև այստեղ ռուսական ռազմաբազական նրանք կարող են հետախուզական տվյալներ հավաքել եւ փոխանցել, եւ վերջին շրջանում ամենաշատը ինչ անում են էլի ընդդիմադիր շրջանակները, որ այս ամենը նաև Իրանի դեմ է, նույն այդ դրոնները Իրանի դեմ է, փորձում են Իրանին էլ համոզել, որ Հայաստանը գործում է ձեր դեմ։ Ինչպես հասկանալ նաև այս քայլերը եւ ապա եթե ժամանակ լինի կխոսենք նաև Իրանում զարգացումներից։ Տեսեք, որ ասում են հետախուզական տվյալները, ԱՄՆ-ի հետ կապված ապացույց չկա, բայց Ռուսաստանը Ադրբեջանի հետ 2021 կարծեմ թվականին Արցախյան պատերազմից հետո ստորագրել թե 23 հետախուզական տվյալների փոխանակման մասին եւ սեպարատիստների դեմ պայքարի մասին պայմանագիր։ Ես չեմ կարծում, որ սեպարատիստները վերաբերում են Կանադայի սեպարատիստներին, դա Արցախին էր վերաբերում, երբ դեռ Արցախը չէր ճանաչվել Ադրբեջանի հետ, այսինքն այդ տվյալները փոխանակվում էին Ադրբեջանի հետ, դա պատմությունը մենք հիշում ենք հայ ֆիդայիներին էլ ռուսները թուրքերին էին, չէ՞, բոլշևիկները հանձնում 1920 թվականին, նորություն չի։ Ինչ վերաբերում է Իրանին, սա շատ, ինչ ասեմ, զազրելի է։ Տեսեք, եթե ես իմանամ, որ իրոք այդպիսի խնդիր կարող է լինել, Հայաստան ինքնասպան չի, որ Իրանի դեմ գնա, պարզ է, չէ՞, որ նույնիսկ այս ռեժիմը, որը ձեռնտու չէ Իրանին, եթե այնտեղ կոլապս լինի, դա շատ վտանգավոր կլինի մեզ համար։ Բայց իրենք կներեք գործ են տալիս սեփական երկրի դեմ։ Իրենց համար չկա որևէ կարմիր գիծ, այսինքն մենք այստեղ որ քննադատում ենք, սրտացավությունից ելնելով ենք քննադատում եւ դա նորմալ է, փորձագետես պիտի խնդիրները վեր հանես, բայց եթե դուք ամեն ինչ անում եք, որ Հայաստանին ներկայացնեք թշնամի Ռուսաստանի, Պուտինի մասին չի խոսքը, Պուտինը չի Ռուսաստանը, ինչքան էլ այնտեղ ասեն, որ առանց Պուտին չկա Ռուսաստան, այդ մարդը մի օր մահանալու է, չէ՞, զարմամ Ռուսաստանը վերանալու է դրանից հետո, սա այս խոսում են մասին, որ այդ մարդիկ չեն պատկերացնում ինչա Ռուսաստանը։ Հաջորդը, եթե դուք ուզում եք անդադ Իրանին այսպես մեր վրա բարկացնեք ներողություն, սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ձեզ համար, ես սկզբում ասացի, ինչքան վատ, այնքան լավ։ Փաշինյանի անձի հարցը չի, ես Նիկոլ Փաշինյանին քննադատելու չքննադատելու որևէ խնդիր չունեմ, բայց եթե ինչ-որ դրական բան է լինում, հենց այս դրոնների ձեռքբերման ասում ես դրական է, եթե խաղաղության հետ կապված հարցեր կան, ասում եմ հարցեր կան։ Այս մարդիկ անունը ընդդիմություն է, ազգային ուժեր կուսակցություն, դաշնակցություն ստեղծման մասին մենք շատ ենք խոսել։ Դա բաց է, ընդհանրապես ցեղասպանությունը ինչպես տեղի ունեցավ, մոտենում է ապրիլի 24-ը, ինչ դեր ուներ ռուսական ախրանքան իրենց ստեղծման եւ երիտթուրքերի ստեղծման գործում, պանթուրքիզմի գաղափարը որտեղից է առաջացել, գիտեք, 21-րդ դարն է, տեղեկատվությունը արդեն բաց է, որ դուք անդադ պանթուրքիզմի մասն եք խոսում, գուցե մի հատ նայեք, թե որտեղ է ստեղծվել այդ գաղափարը եւ ինչու։ Այսինքն դաշնակցությունը դասեր չի քաղում իր պատմությունից, անցյալից եւ չի փոխվում նաեւ։ Դե ինչպես ասել են, ուրեմն դաշնակցությունը քաջազնույն անելիք չունի, բայց դաշնակցությունը Անդրանիկը կամ ներողություն Գարագին Նժդեհը, չէ, իրենք էլ էին դաշնակցության անդամ, հետո հիասթափվեցին, սա քայլ էր, չէ։ Դաշնակցություն կան հասարակ, այսպես ներողություն անդամներ, որոնք այո շատ հայրենասեր են, ես ԱՄՆ-ում եմ նրանց հետ հանդիպել, բայց իրենք շատ բացասաբար են վերաբերում այս վերնախավին, որը կոռումպացված է, չի կարող դաշնակցությունը լինել ռուսամետ, հասկանում եք, դա նոնսենս է, դաշնակցության պատմությունը, որ նայում ես, ով է իրենց հալածել, ով է առաջին հանրապետությունը ոչնչացրել, ծաղրում էին ֆիլմերում նվագախմբի տղաներով ու հիմա իրենք ռուսամետ են։ Ես չեմ կարողանում սա հասկանալ։ Եթե Ռուսաստանը փոխված լիներ ժողովրդավարական դեպի ինչ ասեմ, իրոք Հայաստանի դաշնակից ով է ասել Ռուսաստանի հետ ես էլ եմ ցանկանում շփվել, բայց այսօր Ռուսաստանը ասում է ես սովետական Ռուսաստանն եմ, կայսրությունն եմ։ Դուք ինչպես կարող եք Ռուսաստանին դաշնակից համարել։ Դե ինչպես հոգևորականները կարող են Ստալինին գնահատել, այնպես էլ դաշնակները կարող են Ռուսաստանի դաշնակից համարել։ Իդեպ դաշնակցության ամերիկյան մասնաճյուղը հաճախ քննադատում է այս իշխանություններին այն կուրսի համար, արևմտյան երկրների հետ մերձենալու համար, որ դա անընկալելի է իրենց համար։ Դա էլ է տարօրինակ, էլի։ Ամերիկյան մասնաճյուղում անուններ չտամ, այդ ցերթերում էլ հոդված դրենք, իրենք Ռուսաստանի հետ ավելի ջերմ սերտ հարաբերություններ ունեն, ԱՄՆ-ին քննադատում են, մի օր Ռուսաստանի չեն քննադատում։ Լավ, մի հարց էլ, ես Արցախի խնդիրը ով է ստեղծել։ Չգիտեն իրենք։ Ով է տվել Արցախը Ադրբեջանին։ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Եթե ԱՄՆ-ն տված լիներ, դուք պատկերացնում եք, հիմա ԱՄՆ-ը չէինք կարող այստեղ ասել։ Դուք բան չունեք ասելու Ռուսաստանի։ Այս վերջերս դրա մասին չեմ խոսում։ Պատմության ընթացքում հայկական հողերը արևմտյան Հայաստանից եք խոսում, ով է տվել։ Նախիջևանը ով է տվել։ Սևեռը։
Թե Վուդրո Վիլսոնը, բան չունեք ասելու, հիմա ձեռք են առնում, որփանոց կբացեն։ Այսինքն հայերին կոտորում են Ամերիկան գալիս որփանոց բացում ուզում օգնի ձեռք եք առնում։ Իսկ այդ կոտորողներին ու մեծ գաղթը կազմակերպողներին բան չունեք ասելու, որ ձեզ գրգռեցին, հետո ասին դե մենք գնացինք։ Պատմությունից դասեր չեն քաղում Տիկին Դալաքյանից։ Կարող է պատմությունը չեն կարդացել, չգիտեն, որ կարդան կիմանան։ Դաս քաղելու խնդիր չկա, ես սկզբում նշեցի, այստեղ մերկանտիլ շահեր կան։ Դաշնակցությանը ով եմ ասում, վճարում են, այլ պատվիրում է։ Իսկ այն որ դաշնակցությունը միշտ էլ ֆինանսավորվել է եւ ստեղծվել է, կրկնեմ, դա ռուս ակադեմիկոսներ են ասում, Ստանիսլավ Տարասովը, թող այդ մարդուն դատի տան, այդ մարդը ամեն օր խոսում է Ռուսարմինֆոյում, շատ հայտնի ակադեմիկոս արևելագետ է, պարզ ասում է, որ արխիվները բացված են, դաշնակցությունը ստեղծվել է Ախրանկայի կողմից, երիտթուրքերը համագործակցել Ախրանկայի հետ, պանթուրքիզմի գաղափարը ստեղծվել է Թուրքիայի մասնատման համար, այսինքն ես չգիտեմ, եթե իրենք այդքանը գիտեն եւ շարունակում են այսպես հայասեր խաղալ, սա դրամ այլ ես նշեցի, որևէ հեղինակություն չունեն այս մարդիկ։ Եվ վերջին հարցս, վարչապետը օրերս պատմաքաղաքական որակեց 26 թվականի խորհրդարանական ընտրությունները արդյոք կիսում եք թե չէ այդ համոզմունքը եւ նաեւ ասաց, որ 26 թվականի խորհրդարանում տեղ չեն գտնելու օլիգարխները, նախկին նախագահները, նաեւ որտեղից այդ համոզմունք, այսինքն սա ակնարկ էր, որ այնուամենայնիվ որոշ ուժեր դուրս են դրվելու ընտրական process-ներից, թե սա կրկին հղում էր ընտրողների, այսպես ասած, խոհեմությանը։ Նախկին նախագահներից ես կարծում եմ Սարգսյանը չի մասնակցել, Լևոն Տեր-Պետրոսյանը չի էլ մասնակցում, ՀԱԿ-ը պարզ է որ չի անցնի, ՀԱԿ-ը հույսերը կապում էր նոր սեփականատերի հետ, բայց կարծես չկա։ Սամվել Կարապետյանը չի մտնելու պարզ է խորհրդարան, բայց իր հարակից ուժերը կմտնեն եւ այս PR-ը ամեն ինչ անում է իշխանությունը, որ նոր ընդդիմությունը լինի Սամվել Կարապետյանը, ընդհանրապես մի ամիս առաջ նրան ոչ մեկ չէր հիշում եւ ոչ մեկ չէր սպասում նրա քաղաքական մուտքը, ուշադրությունը շեղվել է հիմա Սամվել Կարապետյանի վրա։ Քոչարյանը ինքը չի մտնի խորհրդարան, կմտնի իր ուժը։ Միգուցե Քոչարյանին փորձեն փոխարինել այս տապաններով։ Ես էդ էլ եմ մտածում, 3 ուժ պիտի լինի, 2 ուժ չի կարող, այդ երրորդը ով կլինի, դա արդեն կորոշվի, բայց ես չեմ կարծում, որ 26 թվականը որոշիչ է ընտրությունների հետ կապված, 26 թվականի երկրորդ կեսն է որոշիչ լինելու եւ այդ խորհրդարանը այնպես չի որ ձևավորվի Հայաստանի քաղաքական կյանքում ամեն ինչ ավարտված է։ Շնորհակալ եմ Տիկին Դալաքյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, կհանդիպենք։